Ամեն անգամ երբ զգում եմ այս երկու օծանելիքների բույրը իմ շորերի վրայից, էլ ավելի ու ավելի եմ համոզում, թե ինչի է Guerlain-ը ֆրանսիական ամենալուրջ բրենդներից մեկը, եթե ոչ ամենալուրջը։ Խոսքը Guerlain-ի L'Homme Ideal ու L'Homme Ideal Intense-ի մասին է, չնայած նրան, որ երկուսն էլ իրար բավականին նման են, այնուամենայնիվ տարբերություն ունեն։ L'Homme Ideal դասական Eau de Parfum տարբերակը գրեթե նույն կոմպոզիցիան է, ինչ Intense-ը, ուղղակի ստեղ վիշնյա է կիրառված, այդ քաղցրության հետ վիշնյայի ծխային երանգը հաղորդում է։ Ստեղ նույնպես խունկ, կաշի, նուշ, վանիլ, բայց ստեղ ավելացված է նաև վիշնյայի կոմպոնենտը, որը մի փոքր էկզոտիկա է հաղորդում բույրին։ Ուղղակի աննկարագրելի է, թե ինչ սիրուն է բացվում շորի վրա։ Ես առհասարակ շորերից չեմ ցանում օծանելիք, բայց ցանվելուց ոնց էլ չլինի մի քանի կաթիլ կպնում է շորերից ու հաջորդ օրը ուղղակի աննկարագրելի է, ուղղակի ֆանտաստիկ է։ Հիմա խոսքս վերաբերվում է բոլոր տղաներին։ Եթե ինչ-որ արշավների եք գնում կամ գիշերակացով ինչ-որ տեղ եք գնում դասարանցիներով կամ կուրսեցիներով կամ աղջիկ տղաներով ուղղակի, վերցրեք ձեր հետ այս տարբերակներից մեկն ու մեկը ու տաք շորեր։ Տաք շորերի վրա ցանում եք սա ու գիշերը, երբ արդեն մի փոքր ցուրտ է, այն աղջիկը, ում հավանում եք, ձեր շորը առաջարկեք, որպեսզի ինքը ծածկվի ու տաքանա։ Ես վստահեցնում եմ, ինքը հաստատ կսիրահարվի, անկասկած։